Մենք չենք նաև ոնց գլորենք այս մի քանի տարին, մենք ասել ենք ոնց աշխատենք այս մի քանի տարին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դուրս գա նոր տարուց հետո, զատիկից հետո, սփխեցից հետո, տրամաբանությունից։ Հիմա մենք մեր պետությունը դարձրել ենք, դրել ենք 100-ամյակի տրամաբանության մեջ։ Այդ ժամանակ թրիփ նախագծի հետ կապված քննարկվում էր, որ այ 99 տարով չգիտեմ ինչ, եթե գիտեք, այդ այնտեղ թրիփ նախագծում կա կարգավորում, հիմա մենք ունենում ենք ընդհանուր ընկերության մեջ 24%, եթե չեմ սխալվում, Միացյալ Նահանգների 74%, 50 տարի հետո, երբ որ երկարացվում է, ըլնում է 49-51%, այսինքն Հայաստանի մասնաբաժինը ավելանում է, բայց սա չեմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Աշխարհի թիվ 1 գերտերությունը այս պայմանագրով ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը առաջիկա 100 տարում որպես պետություն գոյություն է ունենալու։ Հասկանում եք, մեր պատմության մեջ մենք երբեք նախկինում, ժողովուրդ, խնդրում եմ ուշադրություն դարձեք, մենք մեր պատմության մեջ նախկինում երբեք մեր առաջ 100 տարվա հեռանկար չենք ունեցել։ Երբեք դուք մեր պատմության մեջ չեք տեսնի մի փուլ, երբ որ մենք 100 տարի առաջ պլանավորած լինեինք մեր 100 տարին հետո, այսօր մենք արդեն 5 տարով չենք մեր անելիքը պլանավորում, մենք 100 տարով ենք մեր անելիքը պլանավորում, եւ առաջիկա 100 տարում Հայաստանի Հանրապետությունը լինելու է խաղաղության խաչմերուկ, եւ այդ 100 տարում մենք լուծելու ենք մի խնդիրը, հաջորդ խնդիրը, որ եւ այսօր ենք մենք լուծում այդ խնդիրը, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությունը երկիր բոլորակի վրա պետքա լինի հավիտյան, թող այս խնդիրը ձեզ վախեցնող չթվա, սա այն խնդիրն է, որը մենք պետքա լուծենք այսօր, եւ մենք մեր երեխեքից մաքարման եւ գոյատևման տրամաբանությունից հանել ենք, եւ մենք այլևս բարեկեցության եւ զարգացման տրամաբանությունը պիտի տնենք եւ ժառանգենք մեր երեխաներին։ Հայաստան պետությունը սերունդներով, դարերով, հազարամյակով պետքա փոխանցենք մենք սերնդեսերունդ, որովհետև պետությունը այն ամենամեծ արժեքն է, որը մենք ունենք, պետությունը այն ամենամեծ արժեքն է, որը մենք ունենք։ Ասացվածքը ասում է, ես շատ եմ սիրում այդ արտահայտությունը, ասում է, մարդու ամենամեծ դժբախտությունն է, որ ինքը չի հասկանում, թե ինքը ինչքան երջանիկ է։ Մենք այս ընթացքում չենք հասկացել, որ մեր երջանկության երաշխավորը ուժեղ կայացած ինստիտուցիոնալ անվտանգ խաղաղ պետությունն է, պետությունը։ Իսկ պետությունը երկու հատկանիշ ունի, միջազգայինորեն ճանաչված, այսինքն լեգիտիմ վիճարկման չտվրվող տարածք եւ քաղաքացի եւ ժողովուրդ, ով այդ տերականգնում այդ պետությանը։ Այսօր մենք երկուսն էլ ունենք եւ առաջիկա ընտրություններում մենք պետք է բարձրաձայնենք, որ երկուսն էլ ունենք։ Ես ուզում եմ ձեզ մի բանի վրա ուշադրություն դարձնել։ Աշխարհը միշտ բոլոր ժամանակներում եղել է եւ շարունակելու է մնալ սպառնալիքներով լի։ Ո՞նց է պետք դիմակայել այդ սպառնալիքներին։ Մենք ամենատարբեր մեխանիզմների մասին ենք մտածել, բայց ամենակարևոր մեխանիզմը ես պայմանականորեն անվանում եմ աերոդինամիկա։ Պետությունը իր աերոդինամիկայով պետք է դիմադրի բոլոր սպառնալիքներին։ Այսինքն պետությունը պետք է ունենա մի աերոդինամիկա, որին հնարավորություն կտա ճեղքել բոլոր խնդիրները եւ ապահովել իր առաջընթացը, տնտեսական, քաղաքական, սոցիալական, աշխարհաքաղաքական, միջազգային եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը ավելի հեղինակավոր պետություն է, քան երբևէ։ Միայն տեսեք 2025 թվականի իմ երկկողմ հանդիպումների աշխարհագրությունը եւ 2026 թվականի կես տարվա ընթացքում տեսեք քանի երկրի ղեկավար եւ բարձրաստիճան պաշտոնյա է եկել Հայաստանի Հանրապետություն։ Մեր երկիրը տենց բան երբեք չի տեսել։ Հոկտեմբերում դեռ կոպ 17 համաժողովն է տեղի ունենալու, որտեղ տասնյակ հազարավոր պատվիրակություններ գալու են Հայաստանի Հանրապետություն։ Եվ սա լավ քաղաքական լուր է,
Եվ սա նաև լավ լուրա բիզնեսի համար, որովհետև տասնյակ հազարավոր մարդկանց ընդունել ճանապարհելը, այո դա ենթակառուցվածք է, բայց նաև մեծ բիզնես պրոյեկտ է, եւ ես հույս ունեմ, որ մեր բիզնեսները պատշաճ կպատրաստվեն դրան։ Այսօր Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը աճում է երկնիշ տեմպերով, եւ սա նույնպես մեծ բիզնես պրոյեկտ է, եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է սրանից իր շահաբաժինը ունենա։ Բայց էլի վերադառնալով, ես այսօր չեմ խոսի դպրոցների մասին, մանկապարտեզների մասին, չեմ խոսի առողջության ապահովագրության մասին, բայց այս բարեփոխմանը ես կարծում եմ ուղղակի արժի ծափահարել, որովհետև ես երջանիկ եմ, որ այն խոստումը, որ տվել եմ 2018 թվականին, որ Հայաստանի քաղաքացին հիվանդանոցների դռներին չի մնալու, այդ խոստումը կատարված է։ Մեր մինչև 18 տարեկան երեխաները եւ 65+ թոշակառուները իրենց պետության հաշվին ունեն առողջության ապահովագրություն։ Մեր թոշակները, ես 8 տարի վարչապետ եմ ժողովուրդ ջան, 7 անգամ թոշակների թեմային անդրադարձել եմ։ 8 տարի, ընդ որում այդ տարիներից մեկը կովիդի ու պատերազմի տարին է։ Սա պարզապես սոցիալական քաղաքականության մասին չի, սա սիրո մասին է, որովհետև մենք սրանով, մենք ինչ որ անում ենք, մեր սերն ենք արտահայտում մեր ժողովրդին, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ, եւ մենք ուզում ենք, որ քաղաքացին զգա, տեսնի շոշափելիորեն, որ իր պետությունը սիրում է իրեն։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենակարևոր փոփոխությունը, որ տեղի է ունենում, դա է։ Պետությունը սիրում է իր քաղաքացին սիրում է իր պետությանը։ Եվ այս ընտրությունները պետք է եւս մեկ անգամ արձանագրեն քաղաքացու եւ պետության սիրո եւ ի վերջո սիրո հաղթանակը Հայաստանի Հանրապետությունում։ Երբ որ սերը հաղթում է, ես երաշխավորում եմ մնացած բոլոր խնդիրները լուծվում են, իսկ Հայաստանի Հանրապետությունում սերը հաղթում է, սերը հաղթել է եւ սերը պետք է հաղթի։ Եվ այնուամենայնիվ ամենակարևոր հանգամանքը, որի շուրջ, որը իմաստավորում է մինչև այժմ բոլոր ասածները, այդ խաղաղությունն է, որը հաստատվել է։ Եվ այս ընտրությունների մեծագույն հարցը հետևյալն է, Հայաստանի ժողովուրդը ի վերջո խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Այս է պատճառը, որ ես անընդհատ եւ առանց հոգնելու խնդրում եմ ձեզ, կոչ եմ անում, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին անպայման գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ես այդ նախադասությունն էլ ասեմ, չեմ ուզում ձեզ շատ արևիտակ պահել, ես այդ շվակին եմ կանգնել։ 10 ամսական խաղաղությունը նման է 10 ամսական երեխայի։ Ինքը ուրախություն է բերում, բայց ինքը բերում է նաեւ պատասխանատվություն։ Եվ ինչպես 10 ամսական երեխան, այնպես էլ 10 ամսական խաղաղություն։ Եթե իր նկատմամբ հոգ չտանենք, եթե իրան չխնամենք, ինքը չի ապրելու։ Եվ այս է պատճառը, որ անհրաժեշտ է, որ մեր ժողովուրդը քաղաքացին գնա եւ տեր կանգնի խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագայի, խաղաղությանը, Երևանի, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այնուամենայնիվ, ով պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Ժողովուրդը իհարկե ժողովուրդը, բայց ոչ մի վարքյան չի կարելի մոռանալ, որ ժողովուրդը կազմված է անհատներից, ժողովուրդը կազմված է մեկական մարդկանցից։ Այս է պատճառը, որ ծայրահեղ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը առերեսվի այն ակնհայտ փաստի հետ, որ խաղաղության ապագան, պետության ապագան, անկախության ապագան, ընդհանրապես ապագան, ամեն ինչ բացարձակապես ամեն ինչ որոշում է մեկ մարդ, ընդամենը մեկ մարդ, հասկանում եք, այս բոլոր բարդ հնչյունների լուծումը պիտի տա ընդամենը մեկ մարդ,
պիտի որոշում կայացնի ընդամենը մեկ մարդ։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ 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 Ով այն մեկ մարդը, որ Տեր է կանգնում պետությանը, որ Տեր է կանգնում խաղաղությանը, որ Տեր է կանգնում անկախությանը, թող այդ մեկ մարդը բարձրացնի իր ձեռքը, եւ ահա այս մարդկանց, այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատես ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026